Ես Լևոնն եմ, մենք հով գյուղում ենք, եկել ենք ստեղ մի շաբաթ անցկացնելու Դիլիջան ազգային պարկում, սովորում ենք հետներ սարքել, Հայկ Արմենիա կազմակերպության թիմն է և տրեյնինգները անցկացնում են Trails for Changes NGO-ի կողմից, 16 հոգով մի շաբաթվա ընթացքում սովորելու ենք արահետների պահպանման ու զրահ կառուցման սկզբունքները։ Շատ լավ խումբ է, շատ ընդունակ խումբ են, ընկալել են գործը ամբողջությամբ, կատարում է շատ լավ, հասկացել են կարևորը գործի բնույթը, իմաստը արահետի արգելը, թեորիայից և քարոզում, ինչ են անում, ինչի համար են անում, կարևորը, տեխնիկան, մասնագիտական, միջազգային ստանդարտով պատասխանող։ Ես Արտում եմ, միացել եմ թիմին, որը զբաղվում է նոր տրեյլեր արահետներ բացելու անտառում, որպեսզի նախ ով քայլարշավով զբաղվում հեշտ գտնի ճանապարհները դեպի կոնկրետ ինչ-որ օբյեկտներ կամ թեկուզ եւ անտառում քայլի։ Կարելի ասել ռետրիտի մի տեսակ է, որտեղ կարող ես մի պահ առանձնանալ, շեղվել այն առօրյայից, որը ունեիր, անկախ նրանից առօրյադ ինչ բնագավառում է, կարող ես շեղվես ու բնության հետ ոնց որ գտնել ներդաշնակությունը։ Արահետաշինությունը շատ կարևոր բան է туриզմի զարգացման համար, որովհետև եթե կա երթուղի, ու այդ երթուղին կահավորված է, կառուցած է նորմալ, այդ երթուղի վրա արդեն անվտանգ է քայլելը եւ հատկապես դրսից եկող զբոսաշրջիկները իրենք միշտ կարողանում են ճանաչեն եւ իրենք գիտեն, որ ինչպեսին պետք է լինի կահավորված երթուղին, ինչպեսին չպետք է լինի եւ երբ որ իրենք իմանում են, որ երկրում կան արդեն պատրաստի կառուցված նորմալ երթուղիներ, բնականաբար պլանավորում են գալ եւ երկարօրյա արշավների են գնում։ Այս պարագայում Հայաստանում արդեն գործող կազմակերպություններ կան, որոնք որ այս գործը անում են, արշավային արահետներ են կառուցում, կահավորում ու գործը հեշտացնում են, շատ կարևոր է, որպեսզի հատկապես օտարերկրացիները չմոլորվեն անտառային տեղանքներում, լեռնային հատվածներում, վտանգներից հեռու լինելու նպատակով։ Ես որպես առաջին անգամ որպես արդեն պրոֆեսիոնալ արշավային արահետի կառուցման աշխատանքներին ընդգրկվել եմ Հայկ Արմենիայի այս նախագծում, արդեն մասնագիտորեն բոլոր մանրուքներով, նրբություններով սովորում ենք ճիշտ կահավորման, արահետների ճիշտ կառուցման աշխատանքները։